այն դեպս Հայաստանի վարչապետը պատրաստվում է հայաստանյան ծառայքելական Սուրբ եկեղեցուց վերցնել այն վանքերն ու եկեղեցիները, որոնք կառավարությունը անհատույց օգտագործման էր տվել։ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից այսօր հայտարարել է մեջբերում այնտեղ, որտեղ ֆեյք երեսների խմբեր են գործում, կամ բոլոր բարոյական եւ իրավական հիմքերը, որ մենք այդ հուշարձանները վերադարձնենք հանրությանը եւ Տեր Արամին ու նրա նման քահանաներին բոլոր ձևերով կաջակցենք, որ նրանք Հայաստանում վերականգնեն իրական հոգևոր կյանքը։ Նա այս մասին խոսել է կարգալույց հռչակված քահանայի Կիրակնորյա պատարագին մասնակցելու մասին հարցին պատասխանելիս։ Կտրիչ Ներսիսյանը ինքը կարգալույց է, որ իր կուսակրոնության ուխտը խախտած լինելով ակնհայտ փաստի բերումով։ Նա ոնց կարող որևէ քահանայի կարգալույց անի, միջև, այսինքն դրանից հետո էլ առաջ էր, թող դա հանրությանը բացատրի, որտեղից եւ ինչպես ինքը ունի կինդ եւ երեխաներ։ Գյումրիի Վարդանանց հրապարակում ձերբակալված 37 քաղաքացիների մեջ կա նաև մի անչափահաս տղա, որին նույնպես մեղադրանք է առաջադրվել արդարադատության իրականացմանը միջամտելու զանգվածային անկարգությունների մասնակցելու հոդվածներով, հայտնել է փաստաբան Հայկ Հարությունյանը։ Մամուլում տեղեկություններ կան, որ ձերբակալվածների պահման վայրում տեղ չի եղել եւ բերման ենթարկվածների մի մասին տարել են աշտարակ, մյուս մասին Ալաբերդի։ Այնտեղ տեղափոխվածների թվում է եղել նաև մեր ձևով շարժման անդամ Ռուբեն Մխիթարյանը։ Նրան մեղադրանք է առաջադրվել 2 հոդվածով։ Մեր ձևով շարժումը հայտնել է, որ Մխիթարյանը հարցաքննվում է քննչական կոմիտեում, ինչից հետո դատարան միջնորդություն կտանեն կալանավորելու համար։ Տեսա, որ խաղաղությունը ոչ միայն մեր սրտում է, ոչ միայն մեր ընկալման մեջ է, այլ ադրբեջանական կողմի մեջ է։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը այսօր մանրամասներ է պատմել Ադրբեջանի իր գործընկերոջ հետ հանդիպումից։ Սիմոնյանի կարծիքով հանդիպումը շատ ավելի ջերմ է ընթացել, քան որոշ երկրների գործընկերների հետ։ Ազգային ժողովի նախագահը բացահայտել է նաև ադրբեջանական կողմի հիմնական մտահոգությունը կապված հնարավոր նոր պատերազմի հետ։ Մի պահ խոսակցություն եղավ, օրինակ ռազմական ագրեսիայի մասին, հա, որ սենց ասում են, որ կարող է սենց բան, ասեց հնարավոր չէ, ասեց ոնց մենք այսքան քայլ ենք արել, այսքան բան ենք արել, այսքան միջազգային պարտավորություն ենք վերցել մեր վրա։ Միջազգային տրանսպորտային հաղորդակցությունը Հայաստանը պատրաստ է անհապաղ ապահովել իր տարածքով բեռնատար ավտոմեքենաների տարանցումը Թուրքիայից դեպի Ադրբեջան եւ Ադրբեջանից դեպի Թուրքիա, հայտնել է վարչապետ Փաշինյանը Թբիլիսիում Մետաքսի ճանապարհ 5-րդ համաժողովի ժամանակ։ ոչ միայն քաղաքական, այլև տեխնիկական առումով պատրաստ ենք հենց այսօրվանից, առանց չափազանցության, հենց այսօրվանից Հայաստանի Հանրապետության տարածքով ապահովել բեռնատար ավտոմեքենաների տարանցումը Թուրքիայից դեպի Ադրբեջան եւ Ադրբեջանից դեպի Թուրքիա։ Հայաստանի տարածքում թե ճանապարհները, թե սահմանային ենթակառուցվածքները պատրաստ են սրա համար Մարգարա, Եղեգնաձոր, Սիսիան, Գորիս երթուղով։ Քաղաքական առումով մենք պատրաստ ենք նույն կերպ ապահովել Նախճեվանի ինքնավար հանրապետությունից դեպի Ադրբեջանի հիմնական մաս եւ հակառակ ուղղությամբ տարանցումը Հայաստանի տարածքով, բայց տեխնիկապես դեռևս պատրաստ չենք ենթակառուցվածքների բացակայության պատճառով։ Այս հայտարարությունը հաջորդել է 3 Աստանայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, որ Ադրբեջանը վերացնում է իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները։ Ալիևը նշել էր, որ նման մի բեռ ղազախական հացահատիկ արդեն դեպի Հայաստան ճանապարհին է։ Շատ կարճ ժամանակ անց պարզ դարձավ, որ հացահատիկի բեռը ոչ թե ուղիղ Ադրբեջանից մտնելու է Հայաստան, այլ Ադրբեջանի տարածքով գնալու է Վրաստան, այնտեղից Հայաստան։ Վրաստանում գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարևան երկրի իր պաշտոնակից Իրակլի Կոբախիձեի հետ առանձնազրույցում քննարկել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման հարցը։ Պաշտոնական աղբյուրը հայտնել է, որ Իրակլի Կոբախիձեն ասել է, հաստատված խաղաղությունը նոր ազդակ կհաղորդի տարածաշրջանային համագործակցության եւ կայունության ապահովմանը։ Նիկոլ Փաշինյանը մանրամասն պատմել է թրիփ եւ խաղաղության խաչմերուկ նախագծերի մասին։ Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտը հերքում է այն լուրերը, թե հուշահամալիրում վերականգնողական աշխատանքները դադարեցվել են։ Այսօր ավելի վաղ Հայաստանի ճարտարապետների պալատը հայտարարել էր, որ ժամանակավորապես կդադարեցվեն Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հիմնանորոգման աշխատանքները, որոնք մեկնարկել էին 2024 թվականի հոկտեմբերի 8-ին եւ որի համար պետբյուջեից հատկացվել է շուրջ 743 միլիոն դրամ։ Որոշումը կայացվել է պալատի խորհրդի անդամների շրջայցից եւ նախագծի հեղինակային խմբի հետ հանդիպումից հետո, ինչին հաջորդել է ԿԳՄՍ
նախարարության գիտամեթոդական խորհրդի արտահերթ նիստը։ Նիստին մասնակցել են նաև ճարտարապետ Անահիտ Թարխանյանը, հուշահամալիրի հեղինակ Արթուր Թարխանյանի դուստրը, որն ավելի վաղ մտահոգություն էր հայտնել աշխատանքների վերաբերյալ։ Հայաստանի ճարտարապետների պալատի հայտարարության մեջ ասված է. «Մեջբերում որոշվել է շինարարական աշխատանքները ժամանակավորապես դադարեցնել շինհրապարակի պաշարժ կահավորման եւ աշխատանքների անվտանգության ապահովման նպատակով, ինչպես նաև շարունակել վերականգնման գործընթացը միայն մասնակի քանդված 3 մույթերի հատվածում»։ Հայաստանը գնում է ինքնականդման, Սփյուռքը ինքնամաշման ճանապարհով։ Այս վտանգի դեմ անհրաժեշտ է գործել համահայկական ջանքով, մտահոգություն է հայտնել Մեծի տան Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը իր գահակալության 30-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ։ Նրա խոսքով այժմ ապրում ենք մեր պատմության նոր խաչմերուկում, իսկ այս իրավիճակում կարիք ունենք նոր ղեկավարների, նոր մտածողության, մեջբերում, որպեսզի դուրս գանք ներկա ճահճացած վիճակից։ Կրթությունների միջոցով առաջ շարժվել չենք կարող, երբ զարգացող տեխնոլոգիաներն ու կյանքի անընդհատ փոփոխվող ռիթմը նոր մոտեցումներ են պահանջում։ Պետք է կարողանանք բաց աչքերով տեսնել, ուր է գնում մեր ժողովուրդն ու մեր հայրենիքը։ Այսօր առավել քան երբևէ մեզ անհրաժեշտ է նոր արյուն եւ նոր ուժ, եւ այս ուժը պիտի գա մեր երիտասարդներից։ Նրանք ճանաչում են այսօրվա աշխարհը, նրանց մտածողությունը բոլորովին այլ է, իրատեսական եւ գործնական։ Չպետք է թույլ տանք, որ երիտասարդները դուրս մնան մեր ազգային կյանքից, ասել է Արամ Առաջինը։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հետպարբերականի լրագրողներից մեկին սխալմամբ ավելացրել է քաղաքացիական պայմանագրի Facebook-յան փակ խմբում, մինչ նախարարը փորձել է ուղղել սխալը եւ հեռացնել լրագրողին, խմբագրությունը հասցրել է ուսումնասիրել իշխող կուսակցության ներքին խոհանոցը, բացահայտելով քաղաքական իրադարձությունների կենտրոնացված կառավարման մանրամասներ։ Փակ խումբը ունի ավելի քան 850 անդամ։ Նրանց թվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կուսակցության ղեկավարությունը, նախարարներ եւ պատգամավորներ։ Հետքի ուսումնասիրությունը բացահայտել է 2023 թվականի սեպտեմբերին Երևանի ավականու ընտրությունների քարոզարշավի ամփոփիչ հանրահավաքի մարդաշատությունը ապահովելու գործընթացը։ Նիկոլ Փաշինյանը փակ խմբում գրառում է արել, խնդրելով բոլոր ջանքերը գործադրել մեջբերում երթի բազմամարդությունն ու էներգիան ապահովելու համար, ներգրավելով ընտանիքի անդամներին, ընկերներին եւ համախոհներին։ Վարչապետն իր գրառման մեջ ընդգծել է, որ վարչական ռեսուրսի կիրառումը պետք է բացառել։ Այնուամենայնիվ Փաշինյանի գրառման մեկնաբանությունները ըստ հետքի այլ բան են վկայում։ Կոտայքի փոխմարզպետ Հայկ Մկրտչյանը նշել է, որ ինքը կապահովի 25-ից 30 մարդու մասնակցություն։ Գավառի եւ Նոյեմբերյանի ավականու իշխանական խմբակցության անդամները իրենց հերթին հայտնել են ողջ ռեսուրսով ներկա լինելու պատրաստակամության մասին։ Հետքը հարցադրում է անում, թե ինչպես կարող էին Գավառի կամ Նոյեմբերյանի ավականու անդամները կազմակերպված մասնակցել Երևանի ավականու ընտրությունների քարոզարշավին։ Քաղաքացիական պայմանագրի կողմից վարչական ռեսուրսի չարաշահման դեպք է բացահայտել լրագրող Լիա Սարգսյանը։ Այսօր սկսվել է վաղարշաբաթ խոշորացված համայնքի ղեկավարի ընտրության քարոզարշավը եւ իշխող ուժի տեխնացու Արգիշտի Մեխակյանի քարոզչական պաստառները բնակելի շենքերի ճակատային մասին ամրացրել են Էջմիածնի քաղաքապետարանի բարեկարգման բաժնի աշխատակիցները ծառայողական մեքենայով աշխատանքային ժամին։ Քաղաքապետարանի կոմունալի բաժնի աշխատողներ։ Բարեկարգման բաժնի որ հատվածներում այդ կպցնելու շենքերի վրա, որտեղ ասում են Ոստիկանի համազգեստով եւ դիմակներով անհայտ անձինք հոկտեմբերի 10-ին գիշերը 4:20-ին մտել են Երևանի Քերու փողոցում գտնվող հյուրանոցի սենյակներ, զենքի սպառնալիքով կապ կպելով հափշտակել բջջային հեռախոսներ, գումար եւ դիմել փախուստի։ Իրավապահները պարզել են, որ ավազակությունը կատարած 9 տղամարդկանցից մեկը Երևանի բնակիչ է, 41 տարեկան, մյուսները օտարերկրացիներ։ Խմբի 7 անդամներին ձերբակալել են, եւս 2-ին փնտրում են։ Պուտին-Թրամփ սպասվող հանդիպման վերաբերյալ իրար հակասող տեղեկությունների տարափ է միջազգային մամուլում։ Հեղինակավոր Reuters գործակալության Սպիտակ տան աղբյուրը հայտնել էր, թե Թրամփը հրաժարվել է հանդիպման մտքից։ Տեղի չեն ունենա նաև երկու երկրների արտգործնախարարների բանակցությունները։ Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը այսօր հայտարարել է, որ կողմերը որոշել են անցկացնել գագաթնաժողովը, քանի որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը պահանջում է երկու ղեկավարների միջամտությունը։ Տարածվող լուրերը, թե հանդիպումը չեղարկվել է, Մոսկվան որակել է բամբասանք եւ կեղծիք։ Ըստ Reuters-ի տեղեկության ռուսական կողմը նախորդ շաբաթ ոչ պաշտոնական փաստաթուղթ է ուղարկել ԱՄՆ, պահանջելով վերահսկողություն Արևելյան Դոնբասի վիճելի տարածքների նկատմամբ։ Պարբերականի աղբյուրի խոսքով այդ կետը հակասում է Թրամփի առաջարկած ներկայիս դիրքերում մնալու գաղափարին։ Տարածվող այս լուրերը մեկնաբանել է Թրամփը, ասել է, որ ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը որոշում չեն կայացրել նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Բուդապեշտում սպասվող գագաթնաժողովի վերաբերյալ եւ որ ինքը չի ցանկանում անիմաստ հանդիպում ունենալ։ Պարոն նախագահ, Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը չեղարկվել է, հետաձգվել, թե ինչ է պատահել։
Ոչ, ես չեմ ուզում։ Ես չեմ ուզում անիմաստ հանդիպում ունենալ, չեմ ուզում ժամանակ պատնել, այնպես որ կտեսնենք ինչ կլինի։ Այս ամենին զուգահեռ եվրոպական երկրները Ուկրաինա եւ Միացյալ Նահանգների հետ միասին մշակում են հրադադարի նոր առաջարկ։ Այն ներառում է խաղաղության խորհրդի ստեղծում, որը պետք է գլխավորի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Լոնդոնում այս շաբաթ նախատեսվում է Ուկրաինայի դաշնակից 35 երկրների ներկայացուցիչների հանդիպում, քննարկելու են Կիևին երկարաժամկետ օգնություն տալու հարցը։ Լուվրի թանգարանի խոշոր կողոպուտից հետո Ֆրանսիայում նոր աղմկահարույց գողություն է եղել։ Այս անգամ ներխուժել են երկրի հյուսիս-արևելքում գտնվող Դենի Դիդրոյի թանգարան եւ գողացել 18-ից 19-րդ դարերի ոսկյա եւ արծաթյա մետաղադրամների հավաքածուի մի մասը։ Գողացված իրերի արժեքները դեռ պարզ չեն։ Այսօր հայտնի է դարձել, որ Ֆրանսիան Լուվրից գողացված եւ չապահովագրված թանկարժեք իրերի համար փոխհատուցում չի ստանա։ Երկրի մշակույթի նախարարությունը հայտնել է, երբ ցուցանմուշները գտնվում են թանգարանում, պետությունն ինքն է ապահովագրողը, իսկ Լուվրի ամբողջ հավաքածուն գործնականում անհնար է ապահովագրել, քանի որ Մոնալիզայի նման գլուխգործոցների արժեքը հնարավոր չէ գնահատել։ Լուվրից գողացված թանկարժեք զարդերը գնահատվել են 88 միլիոն եվրո։ Կողոպուտից հետո թանգարանի տնօրենը հրաժարական է ներկայացրել, սակայն նրա դիմումը մերժվել է։ Հայտնի է, թե ով կներկայացնի Հայաստանը մանկական Եվրատեսիլ 2025 երգի միջազգային մրցույթում։ Մեր պատվիրակը 12-ամյա Ալբերտն է։ Մանկական երգի եվրոպական մրցույթը այս տարի կանցկացվի Թբիլիսիում դեկտեմբերի 13-ին։ 102 տարեկանում մահացել է Շարլ Ազնավուրի քույրը Այդա Ազնավուր Կարվերենցը։ Նրան կհողարկավորեն ընտանեկան գերեզմանատանը։ Այդան աշխարհահռչակ կոմպոզիտոր Ժորժ Կարվարենցի կինն էր։ Կոմպոզիտորը նույնպես հայկական արմատներ ուներ։ Այդա Ազնավուրը վաղ տարիքից երգել է հայկական երգեր, եղբոր աշխարհահռչակ շանսոնների հետ մասնակցել համերգների, այդ թվում Հայաստանում։ Տեսանյութում դաշնամուրի մոտ Այդա Ազնավուրն է։